Բարև ձեզ հայեր ջան։ Ուրեմն փորձում են տարածել, որ Մագդան իրան դրել է խելքովի տեղ, ասում է, որ ոչ մի տեղ ոչ մի բան չի կատարվում։ Ես հիմա կապացույցեմ ինչ եմ ես ասում և կապացույցեմ իմ ասածը։ Մագդան չի ասում, որ ոչ մի բան չի կատարվում։ Եթե աշխարհում ոչինչ չկատարվեր, ամեն ինչ լիներ հանգիստ ու խաղաղ, Մագդան էլ իրան առօրյա կյանքով կապրեր։ 8 տարի գիշեր-ցերեկ կռիվ չէր տա։ Մագդան ասում է, որ այն ինչ որ ձեզ ասում են, սուտ են խոսում։ Կատարվում է, բայց նայած ինչ է կատարվում։ Մագդան ասում է, այն որ ձեզ ասում են, երկրները իրար մեջ պատերազմում են, Մագդան ասում է սուտ են խոսում։ Պատերազմը գնում է, ջհուդների, սատանիստների, այլասերվածների պատերազմը ամբողջ աշխարհի ոչ ջհուդների հանդեպ։ Հիմնականում հարվածի տակ հայերն են, սենց բացատրեն, որպես Աստծու ամենամեծ զավակ, խելացի ուրեմն, հենց այդ մեծը, այդ խելացին, փորձ ունենալով և հասկացողություն ունենալով, ինքը կպայքարի այս ամենի դեմը։ Դրա համար են հենց ջհուդները ասել, որ եթե աշխարհում կա գոյնե մի հայ, մենք հանգիստ չենք կարող ունենալ։ Հենց դրա համար են ինձ փորձում ասել, պարավ, այսօր եկուց մեռնելու ես, սատկելու ես, ինչ ունես կռիվ ես տալիս։ Փորձում են ինձ կոմպլեքսավորել, որ ես տարիքով եմ, վեր ընկնեմ տեղս ճաշեպեմ, ինչ եմ ընկել կոտրած գդալի նման արանքները, որ ես գեշ եմ, որ ես սիրուն չեմ, բացատրել եմ, եթե մտածում եք կոմպլեքս պիտի առաջացնեք իմ մոտ, Մագդան պոդիում չի ելել, որ ձեր ամուսիններին կամ տղեկներին դուր գա, որ Մագդան մենձ է իրանց համար կամ գեշ է իրանց համար։ Մագդան 61 տարեկան է, Մագդան չի ներկվել, Մագդային достаточно մազերը ֆենի, կլինի նույն Մագդան։ Ոնց որ բնության մեջ у природы нет плохой погоды, կա գարուն, ամառ, աշուն, ձմեռ, բոլոր եղանակները պետք են, նույնը մարդու համար է, աշունը ամոթ բան չի, ձմեռն էլ ամոթ բան չի, ամոթը աշնան, երևալ ոնց որ գարնան գլուխես։ Այսինքն սպառավները, բոտեքսները լծրել են իրանց ճակատներին, դեմքերին, սկսած Նաիրա Զոյրաբյանին, որ պայի տակ բոտեքսը թարսուշի դակ են անում, բերանները ծռվում է, գնում է, հասնում է անգաչներին։ Ամոթը աշնան երևալ ոնց որ գարնան գլուխ լնես։ Այսինքն քյավտար հալին ելնում են, բոտեքսներ են անում իրանց 15 տարեկանին տեսք են իբր թե փորձում տալ, չհասկանալով, որ ամեն ինչ իրան ճիշտ ժամանակին է գեղեցիկ։ Մագդան բացատրում է, որ ես ուրախ եմ, որ սիրիալներ չեմ նստել լսել, ուրախ եմ, որ հարևաններին չեմ հետևել, ով ում հետ նա քնում, ով ինչքան փող աշխատում, այլ կյանքով հետաքրքրվել է ու այսօրվա օր ասելու բան ունի։ Էդ էլ չկարողացան, ժողովուրդ ջան։ Հիմա կապացույցեմ Մագդայի ասածները, որ աշխարհում այո, Պարգև Սրբազանն ասել, որ կա մի պատերազմ։ Սատանու պատերազմը Քրիստոսի հանդեպ։ Իհարկե սատանեն չի գա ասի, գիտեք, ես սատանեն եմ, փախեք ինձնից։ Այո, ոնց որ Նիկոլն եկավ ասեց, ես ձեզ սիրում եմ, ու դրել է կոտորումը ազգը։ Հիմա
ցիրկի բալագանը արելա ավտոբուսի մեջ, ավտոբուսով ընկելա Հայաստանի լենք ներգենք, գոռալով, որ ես ձեզ սիրում եմ։ Իհարկե, Աստված նախորոք ասելա, «Они придут от имени моего». Աստվածն ամեն ինչ մեզ սովորեցրել է ժողովուրդ ջան, որ գալու են իմ անունից ու եկել են իրան անունից։ Այո, Աստվածը խելք է տվել մարդուն, որ ոչ թե ինչ ասեցին այսենց վերցնի ու միայն անգաջի մեջ լցվի ու ինք հավատա, ոչ թե աչքերը տվել է, որ դու նայես ու չմտածես, հələ մի հատ ավելի խորը նայեմ, թե այդտեղ ինչ է, վերցնես ու հավատաս, տվել է ուղեղ մտածելու, վերլուծելու, հասկանալու համար։ Մագդան ընդամենը ժողովուրդ ջան, իրան ոչ դրել է, չգիտեմ, ասուտեղ, ոչ դրել է գիտնականի տեղ, ես էլ ձեր նման սովորական մարդ, անհանգստացած եմ, այո, անգամ իմ կյանքով։ Ով ասեց, որ ես Աստվածն ինձ կյանք է տվել, ինչ որ այլասերված պիդաֆիլները, բոզերը պիտի լինեն ինձնից ավել, գան ինձ սպանեն։ Ով ասեց, որ ես թույլ կտամ, որ իմ հարազատներին թեկուզ չեն հասկանում ինչ է կատարվում, բայց ես հասկանում եմ, ինատ պիտի ընկնեմ, մեր պապերն ասում են, ինատ ընկնեմ իլանուն, հետևս տամ գիլանուն։ Ով ասեց, որ ես թեկուզ իմ հարազատները չեն հասկանում ինչ է կատարվում, ես կասեմ ինձ շատ պետք է, իրանց որ պետք չի, ինձ էլ պետք չի, չէ, ես անգիտակից մարդ չեմ։ Ով ասեց, որ իմ ազգը միամիտ ազգ է, ով որ հասկացողներն եղել են, ընթացքում սպանել են, կերել են գլուխները մարդկանց, ազգը մնացել է միամիտ, ով ասեց, որ ես թույլ կտամ, որ իմ ազգին միամիտ ազգին, ինչ որ պորնիկ բոզերը գան սպանեն տիրանան մեր եղածը։ Ով ասեց, որ ես պիտի նստեմ մտածեմ, ինձ պետքա քախանչին այնտեղ դաշտը արևի տակ կոտորվում է, ջայնամ թե չի կոտորվում։ Ով ասեց, որ ես նման բան թույլ կտամ։ Այո, Մագդան ասում է, ազգին հասցրել են այն աստիճան, որ գիշեր ցերեկ գլուխը կախ, հազիվ ինքը մտածում է 10 տեղով վարկ վերցնի, որ մի վարկը փակի։ Այո, Մագդան ասում է, բա Աստվածն ինչի համար է խելք տվել։ Այո, Աստվածն ասում է, որ ուժեղ ինչի համար է ինքը ստեղծում։ Որ են մնացածին, այո, երբ որ թրջունները գնում են, երամով են գնում։ Մեկը պիտի տանի առաջ, ուղղությունը ցույց տա։ Ուժեղը նա է, ով որ խեղճին է պաշտպանում, ոչ թե խեղճին դնում է ու սատկացնում է։ Մագդան ընդամենը էդ է ասում, ժողովուրդ ջան, հայեր ջան, ես էլ ձեր նման, ուղղակի ձեզ որ փորձում են ասել, որ այ քրիստոնեությունը ազգին թույլ ծրելը, աչին խպես ձախը չէ, աչ ու ձախը հարազատների, ընկերների, շրջապատի համար է, եթե ինչ որ մի սխալ բան է արել գիտակից կամ անգիտակից, բայց հասկացել է, եկել է ներողություն է խնդրում, սրա մասին է ընդամենը, զիջի գնա, մահը չի ուզում, իսկ Աստված նաև ասել է, ով որ մահը դա ուզում, դու իրանից շուտ պիտի իրան սատկացնես, поднявший меч отмечай погибнет, այսինքն արդեն պիտի սպանվի, հասկանում եք, չթողնես ինքը քեզ սպանի։ Աստված նաև ցույց է տալիս, ինչով սպանես, поднявший меч չի ասում սաբլեյ ու բեյ, ասում է поднявший меч отмечай погибнет, ինչ արելա նույնը պիտի վերադարձնես։ Ուղղակի ես 10 անգամ ավել եմ վերադարձնում, որ են շոկի մեջ ընկնեն, որ էլ մտքով իրանց չանցնի, որ ռիսկ անեն հայի դեմ բան խոսան։ Իմ տարբերությունը ընդամենը էդ է, ժողովուրդ ջան։ Իմ կյանքի փորձն է, իմ բնույթն է, ինչ է, ես չգիտեմ դա ոնց է կոչվում, կարող է սաղ իրար հետ, գլխից եմ տալիս, մի անգամից եմ տալիս, որ մյուս անգամ էլ չփորձի։ Այո, ես ասում եմ, ինչ արել են, դա պիտի ետ տանք։ Եղերն են արել, եղեր պիտի անենք։
Սումգայիթին էլ, Բաքվին էլ, Կիրավաբադին էլ, Շաումյանին էլ, այս ամեն ինչին ինչ արեցին, 1915 թվին էլ, 1828 թվին էլ, դարերով եղերն են արել, այո, Մագդան ասում է, не надо церемониться, մեզ սովորցրել են, որ հայը կյանքում անզենին չի խփի, այդ անզեն հային, քնած հային իրան կարան սպանեն, մենք չենք կարա անեն, բան նույնը պիտի անես, որ մյուս անգամ իմանա աշխարհն ինչ կա, 10 անգամ ավել պիտի անես, որ մեկ էլ ռիսկ չանի մտածի, հային ասե աչքիդ վերև ուն կա, այո, եթե իրանց հայքն ընդամենը բելին սատկացրեց, մտածեց, որ մնացածին օրինակ գծարայի, չհասկացան, Աստված Քրիստոսն ուղարկեց, որ բանականություն ունեն, խոսքով բացատրի, ելան Քրիստոսին խաչեցին, այսինքն Աստվածն իրանց բոլոր հնարավորությունները տվել է, եթե չեն հասկանում, ինչ ամնում, քոքահան անեն, ոնց որ գյուղացին գնում է դաշտը քախանա անում, վնասատու բույսը քախնում է, որ են օգտագար բույսը աճի, վсё, էդ է մնում, ժողովուրդ ջան, աշխարհով մեկ տարածվել է, պետք է ուղղակի ֆիզիկապես էս կեղդից աշխարհը մաքրել, այդ իրանք կարան մտածեն, որ ուտիլիզացիա անեն իրանց կեղդ հալով 7 միլիարդ մարդ սպանել, մենք պարտավոր ենք մտածել, որ այդ իրանց դրած կեղդ հալով զալատոյ միլիարդը դնենք ու սատկացնենք, ու ոչ մեկը ինձ թող չփորձի մեկ էլ ասի, իրանց մեջ լավ մարդիկ կա, յա լուրջ, միլիարդավոր մարդկանց սպանեցին, մեջս կին լավ մարդ չկար, Մագդան ինչի պիտի նստի ու քտիվանի մեջները լավ մարդման գա, այդ լավն էլ, որ սկան, ձևական լավն է, իրանց ասել են, այս կան մի տոկոսը ձեզ խելոք պահեք, որ գա ժամանակ մենք սաղս վտանգի տակ ընկնենք, հայերին մնացած ժողովրդին գցենք նորից խառնաշփոթության մեջ, որ իրանց մեջ լավը կա, որ այդ լավի անվան տակ մի հատ ջվուտ էլ մնա ցրտվի, չկա այդպես բան, չկա, իրանցից մերան էլ չպիտի մնա, այո, Մագդան այդպես դաժան արտար է, արտար դաժան է, Հիմա ես կաբացույց եմ, ժողովուրդ ջան, հայեր ջան, որ բոլոր երկրներում ջվուտները նստած են, այդ բնիկ ժողովուրդնի պատստավկա են անում, ընդամենը սուտը տարածելով, մարդկանց խապում են, ինձ ասում են ոչինչ չի կատարվում, ինչի չի կատարվում, Արցախը հանձնեցին, առաջի օրվանից Падլեցը ոտը դրել է Երևան, Մագդան կռիվ է տալիս, որ սրան բերում են, որ հայ ազգին եղերնանի, Արցախը հանձնի, Հայաստանը ոչնչացնի, բա որ չկատարվեր, ինչի կռիվ կտան, բա 40 էջս ինչի համար եք ջարդել, որ տարածում են լիքը էջեր ունի, լավ եմ անում, դուք տարբեր էջեր բացել եք, տարբեր պրոպագանդա եք տանում, ես բոլոր իմ էջերից նույն կռիվն եմ տանում, դուք ջարդում եք, մտածում եք բերանս կփակեք, մի հատ ջարդում եք 5 հատ եմ բացում, 5 հատ ջարդում եք 25 հատ եմ բացում, լավ եմ անում, աչքս էլ հանում եմ, բա գիտեք ինչ է, պիտի լռեինք, երազանքս կատարվեր, այդ ոնց եղավ, որ բոզ հալով, դուք ձեզ դրել եք կրուտոյի տեղ, մենք պիտի խեղճնայինք, հա, դրանից եք տրակվում, տրակցնելու եմ, այո, տրակցնելու եմ, հիմա, Արցախը հանձնեցին, զենքերը հետը հանձնեցին, բանցի կկաբեցին, այսենց Ռաֆայելոյի նման, Արցախը հանձնին ջվուդին թուրքին, շենքեն տրակցրե այնտեղ, Արցախեն տրակցրե, գիտեն իրանց համար ինչի կտրակցնեն, տրակցնում են 90-ականներին, որ 35 տարի ամբողջ աշխարհի հայությունով փող դրեցին ու սարկեցին, բանցի կկաբեցին, սինու վրա դրեցին, հանձնեցին, ոչ զենք են տրակցրել, բա նահանջելու հրահանգ էին տալիս, ասում է զենքը թող գնա, ոչ շենք են տրակցրել, Արցախի 80% հանձնին,
Աստված, են ղզողլան մանե թանդիլանը, մեգել են Ջանի Բիկյանի ղզիկ տղեն։ Քանի 100,000-անոց շենքեր սարքեցին, իբր թե հայերի համար փախստական է։ Էդ էլ պրիմիալնի հայերից փողերն հավաքեցին, թաժակոտեջներ շենքեր սարքեցին, որ թուրքը գա, այդտեղ պատրաստ նստի։ Գիտեն, որ պիտի հանցնեն, հանցնելուց հետո 80% հանցնեցին, գիտեն, որ պիտի նորից հանցնեն, ղզողլանով ու ղզիկով շենքեր էին սարքում, հայերին կուտ էին տալիս, որ ոչինչ հայեր ջան, հեսա ձեր համար թաժատներ ենք սարքում։ Սարքին էդ էլ տվին թուրքին։ Մագդան ընդամենը էդ ասում, Իսրայելին բան չի լինում։ Իսրայելին բան չի լինում։ Մյուս պետություններում էլ, որտեղ որ 5 շենք կա, որտեղ որ բնիկ ժողովուրդ կա, այդտեղ ռմբակոծում են, սատկացնում են բոլորին։ Ով ասեց Մագդան չի, ասում է, որ ոչ մի բան չի կատարվում։ Մագդան ասում է, որ ձևական ցույց են տալիս, որ ահավոր վիճակ է, զանգել ենք Պարսկաստան։ Հայերի հետ կապնվել են, ասել են ամեն ինչ էտեն չի, որ ցույց են տալիս։ Մարդիկ չեն փախնում հայերը Իրանից։ Զանգել ենք Իսրայել։ Ոչ մի բան չկա, ոնց որ երկու պատերազմի ժամանակ ապացույցեցինք, որ շուտ են խապում, նույնը հիմա է կատարվում, հիմա հերթով ձեզ կապացույցեմ Մագդայի ասածները։ Так, առաջնահերթին երկրի ղեկավարություն, զինվորագոն, մեր ճակատագրական հարցեր լուծողիր խոսքը լսել։ Այս մառալն է ֆիզически թուրքաջուտ ուռոդի։ Նայեք, ինչա խոսում։ Խոսակարան մինչև այդ բոլորին սուտ խոսալ թույլատրվում է բոլոր պետությունների ղեկավարներին։ Մեզ չի, մեզ արգելվում է։ Սուտ խոսակարան մինչև այդ բոլորին սուտ խոսալ թույլատրվում է բոլոր պետությունների ղեկավարներին։ Մեզ չի, մեզ արգելվում է։ Սուտ խոսակարան մինչև Այս չոպագը, իմ ձեր ամբողջ 1000 դարերով եկած ազգի ճակատագիրն է լուծում։ Ասում է սաղ սուտ են խոսում, մեզ արգելված է։ Բայց խնդիրը նրա մեջն է, որ ոչ թե իրանք այլ երկրների ղեկավարներին են խապում, այլ բոլոր ղեկավարներով բնիկ ժողովուրդին են խապում։ Հիշում եք թլոշ Շուշան Պետրոսյանին հարց տվեցին, ասում է դուք հետո գիմանաք Սերժը ինչ արեց։ Իբր թե համբերեք, հետո գիմանաք Սերժը ինչ լավ բան արեց հայ ազգի համար։ Այդ էլ սուտ խոսալով, կուտ տալով, Սերժն էլ տարածել էր, որ ինքը նի պրիչոմ, Միշիկ Մինասյանն է իրան մեջքից խփում։ Սաղ էլ պրիչոմ են ժողովուրդ ջան։ Լսեցիք ոնց են սուտ խոսում, ես էլ Մագդան չասեց։ Այս քավտարը գնացել էր Նիկոլի Դավուլ Զուրնի բաններ, կոնցերտին էր գնացել։ Այս քավտարը գնացել էր շիմպանզեն, մյուս շիմպանզեի Դավուլ Զուրնեն այսինչ խփելու կոնցերտին էր գնացել։ Իմն ու ձեր ճակատագիրն ա լուծում։ Ով ասեց, որ այս բառանը պիտի իմ ձեր ճակատագրի հարցը լուծի։ Ով ասեց, չկա այդպես բան։ Գնացինք առաջ, ժողովուրդ ջան։ Ուրեմն վիդեոն կամ իմ կոմենտը գրելուց հետո են խայտարակա եղել ճնճել են, կամ ինձ բլոկել են։ Ադրբեջանի պաշտոնական լրատվություն լուր էր տարածում, են որ ասեցին Իրանը խփել է Ադրբեջանին։ Նայեք, ես չեմ դուք եք ժողովուրդ ջան։ Այս նկարը տեսնում եք վիդեո է եղել։ Ես ստոպ կադր եմ արել։ Տեսնում եք, որ սամալոտ է։ Այս վիդեոն դրել են
որ էսի ռակետանա Իրանից թռնում է Ադրբեջանի օդով։ Պատկերացնում եք, որ դաժի իրանց ազերները, էսա ես նկարել եմ, ես վիդեոն ա եղել, նայեք, կանի հատ, ես որ նայել եմ, 37 тысяч просмотров было, էսա նայեք, Թուրքն անգամ գրել Մագդան չէ, автор пидораст. Этот ролик до войны был в интернете. Даже анграгета говорю. Автор пидораст. Это ролик до войны была в интернете. А это не ракета, а самолет. Турк на անգամ հասանք դրան, որ թուրքը թուրքին աբացույցում ա, որ աֆիրիստություն ես անում, ես հայվաններ փորձում են Մագդային ասել, որ Մագդան սուտ ա խոսում։ Էսա, մարդիկ գրել են, պախոժը на самолет։ Самолетի վիդեոն դրել են, գրել են նայեք ռումբա, ես այդ վիդեոյի տակ ինտերնետից ռակետաների տեսքն եմ սաղ նկարել տարբեր ձևի, и крылатые ракеты, и баллистические ракеты, սաղ շարել եմ այդ վիդեոյի տակ, որ ռակետան սենց ա լինում, самолет չի կարա լինի ռակետա, հասկացաք ժողովուրդ ջան, էսի ձեզի մեկ, գնացինք առաջ, ահա, արդեն հայերն են տարածում, կադրեր, այսինքն հայեր չէ, Հայաստանի ջվուդների մամուլը։ Մի րոպե։ Ալա չի թողնում։ Ալա փորձեմ։ Չի թողնում մտնեմ վիդեոյի մեջ։ Լավ, էսի չթողեցին արդեն երևի պրիցելի տակ բռնին։ Ահա, լավ։ Էս վիդեոն ցույց տամ։ Ուրեմն ցույց են տալիս, որ սամալյոտը ինչա ռմբակոծել են, տրակվածը, դրոշակը Իսրայելի, սենց սիրուն մաքուր փայլում է, նայեք, էսա ես չեմ գտել։ Ուշադրություն դարձրեք, ինչ ծուխ ա ելնում, սամալյոտներ սպիտակ են, վաբշե ոչ փոշոտվել են, ռումբա տրակվել, ծուխա պաժարա գնում, սամալյոտները մաքուր, նայ, ես չեմ։ إصرار وعشيمة وجهود الأمة العظيمة والعم الذهول تبدي الحرب العالمية وانت اللي تتبنى Դուք տեսակ ինչ են ցույց տալիս, որ մի ամբողջ քաղաք չկա, ռմբակոծված է, ուշադիր նայեք ժողովուրդ ջան։ يخشوا من الحركة ينط تكشف معدنهم وفضحهم Այս վիդեոն 3 օր առաջ է եղել արդեն 3 օր առաջ է այս վիդեոն եղել ժողովուրդ ջան 2 օրվա ռմբակոծությունից հետո իբր թե արդեն Իսրայելի չկա Պալեստինայի ուզենան էլ ֆիզիկապես
այդքան ծավալի տարածք ու շենք տրակցնեն, չեն կարա։ Սա Պալեստինան է, իրանք որ հենց ռմբակոծել են ժողովուրդ ջան։ Հրեաները, որ ռմբակոծել են Պալեստինան, իրանք այդ Պալեստինայի վիդեոներն են ցույց տալիս, հայեր ջան։ Ու ներկայացնում են, որ նայեք, իրանք ինչ տուժված են Իրանի կողմից։ Հիմա ես ձեզ ցույց կտամ, ինչա իրականությամբ Իսրայելում կատարվում։ Հեսա ցույց կտամ։ Այսօրվա վիդեոյա, հայ տղայա, ծրագիր կա, չգիտեմ, NASA-ի միջոցով ինքը բացատրում է ոնց, ինքը այդ վիդեոները ուղիղ կապի մեջ ցույց է տալիս, թե փաստացի ինչա կատարվում։ Հիմա ձեզ ցույց կտամ այդ վիդեոները։ Ահա, նայեք։ Друзья мои, вот мы на Гугле сейчас, и вот вы видите вот эту площадь, это в Тель-Авиве. Можем посмотреть, если дать увеличение, конечно, более старые фотки, вы увидите эти кадры, эти кошмары Тель-Авива. В этих местах, это самый центр, наверное, исторический центр Тель-Авива. Начали строить, ну, такие... Какие-никакие элитарки, которые сейчас и в Армении, да, таких много строят по всему миру. То есть это единственные более-менее такие здания вот на этой площади. В остальном это ярмарка. Ярмарка ереванская 90-х. И что хуже, вообще Чарбах отдыхает, друзья мои. Эти места кошмарные гетто Еревана отдыхают по сравнению с этим местом. Посмотрите на все эти прелести. Явно видно, что здесь в начале века жили арабы, и, наверное, и даже 40-е и 50-е годы жили арабы. Может быть, они до сих пор и остались. Но уже, конечно, название все вот это, наверное, Черниковское или что-то, все еврейское. Я вам показываю элитарки, потому что сейчас, куда ни включи, всего лишь один видик с разных ракурсов крутят. Разрушенный Тель-Авив, везде вот этот и ночью показывают, и днем, и с этой стороны, и с той стороны, и видать оттуда, и видать отсюда. Элитарки стоят рядом вот с этими кошмарами, как обыкновенный, говорится, флea-маркетом. И это огромная площадь, если посмотрите сюда, это фактически вот это и есть, вот эта площадь Безалель, на которой сейчас стоят вот эти элитарки, наверное, старые. Это, что называется, Безалель-Шук. Почему? Потому что шука, рынок. Практически армяне и евреи в своем языке употребляют те же слова для рынка и для магазина. Шука и хадут. И там шука и хадут. Видите, потому что родные вотчины. Шука и хадут. И вот здесь это Безалел Шук. Вот этот кошмар, который вы видите, явно это исторический Яффо. Они оттуда их изгнали, но все это старое еще, этот хлам еще остался тут. И вот сейчас строят эти элитарки. Но вы видите некоторые элитарки, однако первый этаж одной из этих элитарок часто попадает у вас, и рядом разрушенные тоже какие-то там новые, и воронка такая, и офис. В общем, вы знаете уже, что, потому что невозможно, чтобы Facebook не крутить, и чтобы видео с этих мест, именно вот с этого места не попадалось. Еще раз, давайте я сверху вам покажу. Это старые фотки этого площади Безалель. А вот это и есть, вот это и есть. Вот эти элитарки, которые якобы были каким-никаким образом разрушены, но балконы выпали, то это вот в 2D. Давайте посмотрим приблизительно. Это очень-очень такой, да, очень даже центр, очень Шри-Ланка, не очень очень. Вот эта площадь, вот это Безалель. Откуда я вычислила это место? Они же все не показывают, не говорят так четко, все под цензурой. Знаете уже, как дальше все проверить, да, факт-чекинг. Я научил вас, как можно это делать. Наш Коперникус, видите, Коперникус, даю последние книги, есть даже от 5, даже от 6 марта, то есть все, что творилось вчера в нашем Тель-Авиве, 5-го точнее, что было в Тель-Авиве, все открывается перед вами. Можете так просто пройтись, но самое главное, вот это интересное.
Տեսակ, որ Իսրայելում ոչ մի բան չի կատարվում։ Խապում են, էսի ռեկլամ են գնաց, մի րոպե, հեսա շարունակությունը հիմա կմիացնեմ, ժողովուրդ ջան։ Լավ ռեկլամ են միացրին։ Տեսակ, որ Թել Ավիվում ոչ մի բան չի կատարվում, մի երկու հատ շենք, մի հատ վառոնկա են սարքում, մի հատ ռումբ են գցում, ու սկսվում է ամբողջ իրանցով տրակցված Պալեստինան ցույց են տալիս, իբր թե Իսրայելն է սենց հավասարցրե հողին, ասում եմ ինչի համար, որ վաղը հայտարարեն, որ Իրանը հաղթեց Իսրայելին, Իսրայել բառը ջնջեն, օբշի գրեն Պալեստինա, որ եվրեյ ժողովուրդը իրանց արած եղերնու համար պատասխան չտա, իրանք էլ որպես պալեստինցիք նստեն ապրեն Պալեստինայի հողերի վրա։ Ամեն ինչից բացի մի միլիոն էլ դիակ են հավաքի, ես էլ բերեն ձեզ ցույց տան, ասեն էսի իրանց մորտած ժողովուրդին ցույց տան, որ էսի արդեն էսա փուկծի թողիչնի, էսի սատկած եվրեյներն են։ Էս խաղն են խաղում, օբշիով իրար հետ խապեպայություն են անում։ Այո, Իրանում զոյվում են բնիկ պարսիկները։ Մարդիկ այսօր գրեցին, որ Իրանում գործում է մենակ էդի օֆիցիալ տվյալներով 50 հատ սինագոգա, այդ հենց դեմ է Իրանը պարսիկներին, 50 հատ սինագոգա, հեն էլ պետական բյուջետի հաշվին է գործում։ Այսինքն Սպարսկաստանի բյուջետից ֆինանսավորվում են 50 հատ սինագոգա հրյաները այնտեղ գործում են, իսկ որ սինագոգան հենց հրյաների բունն է, այդտեղի իշխանությունն է, կառավարությունն է, այդտեղից է կառավարվում սինագոգայով, ու սինագոգայի տակ բնիկ ժողովուրդին են մորտում, արունը խմում, դա արդեն բոլորը գիտեն։ Հիմա Պարսկաստանի ղեկավարությունը ում կողմից է։ Գնացինք առաջ, ժողովուրդ ջան։ Հիմա ցույց տամ բաների մոտ, արաբների մոտ ինչ վիճակ է, ահավոր վիճակ է։ Նայեք սկզբից ոնց են խապում։ Նայեք, մի հատ ռոլիկ են սարքել։ Սպանին իրանց ռեկլամաներով։ Էլի չեն թողնում, ինչի։ Այս նստան փոչիս ասել բանին, չի թողնում վիդեոները բացել։ Նոր մի քիչ առաջ են բացել, ժողովուրդ ջան։ Այ քեզ բան։ Elə փորձեմ։ Չէ, չի թողնում։ Անցանք մյուս ռոլիկներին, հələ տեսնենք։ Ահա, հիմա այս ռոլիկները տա Աստված բացի։ Նայեք։ Բացում։ Վայ Աստվածին։ Այ քեզ բան։ Մի հատ չի թողնում YouTube մտնեմ, ժողովուրդ։ Սպասեք, սենց մտնեմ։ Elə փորձ։ Նոր եմ սախ նայել, ժողովուրդ ջան։ Այ քեզ բան։ Չի թողնում։
քեզ բան։ Լփորձեմ մյուս ռոլիկները։ Ես ինչ ձև են նստած, աստված իմ, լեսի փորձենք։ Ցիտողն YouTube-ն է։ Գալա, ես դες գրեմ, դուք մտեք նայեք։ Ես ինչ վիճակ էր, հենց նոր եմ բացել ժողովուրդ նայել են վիդեոները, ուրեմն գբացեք, ես ձեզ ասեմ, դուք նայեք, Դուբայ, Բուրջ Խալիֆա, այս վիդեոն, այս վիդեոյի մեջ բացադրում է, որ սաղտեղ ցույց են տալիս, որ ամենաբարձր իրանց շենքը տրակցրել են Անգելագետնին, ասում է 800 քանի մետր բարձրություն է, դուք պատկերացնում եք, որ էդի որընկներ ինչ վիճակ կլներ, ոչ մի բան չկա։ Լա այս վիդեոն, Նեբը Դուբայը в огне, էսի, նայեք։ Ցույց է տալիս, որ սաղ վառվում է, ուխտերով փախնում են արաբները, այտենց ռմբակոծությունից նստած են, այս դարում արաբները ուխտերով փախնում են, ժողովուրդ ջան, լեսի փորձեմ բացել, այ քեզ բան, թե, ոչ մեկը չի թողնում մտնել, լավ են վախեցրել, ուրեմն, Это вот это SWIR. լավ փորձեմ, մյուս բանը ցույց տամ ձեզ ժողովուրդ ջան, դե լավ է, որ վախենում են, ուրեմն ճիշտ ճանապարհի վրա ենք, ուրեմն տարածում են, որ Իրանը պայքարում է հրեաների դեմ, Իրանի թագուհին Էթիոպիայի թագավորի հետ, ահա, նայեք, դոշին նայեք, տեսակ, Իսրայելի աստղը, հիմա, տպավորություն են փորձում թողնել, որ քրիստոնեական, մուսուլմանական կռիվ են ուզում գծել, նայեք, Տրամփն ու հերն է, ջվուտ են երկուսն էլ ժողովուրդ ջան, անգամ եթե կասկածի տակ դնեն, որ Տրամփը հրյա է իծնե հորից, էսա, Сам Трамп всегда подчеркивает, мой отец Фред Трамп был верен Израилю до меня. А у меня тем более выбора нет. У меня еврейские внуки от еврейского зятя и еврейка-дочь. Еврейка-дочь. И это очень почетно для меня. Քրիստոնեական, մուսուլմանական պատերազմ են գծում, տպավորություն ստեղծելով, որ Ամերիկան քրիստոնեական երկիր է։ Շարունակենք։ Այս արձանը նայում եք, Կապիտոլիայի դեմն է սատանու արձանը դրած։ Ամերիկան քրիստոնեական երկիր չի շուտվանից, հիմա։ Գրածա. В Америке существует памятник сатане, его официально открыл Папа Римский еще в 2019 году. Երկու տարի առաջ Ամերիկայում հայտարարեցին, որ սատանու կրոնը պաշտոնական ուժի մեջ է մտել, արգելված չի,
ասում է, այդ ոնց եղավ ձերը կարելի, ամերը չի կարելի։ Որտեղ է Ամերիկայի ղեկավարությունը քրիստոնյա, ոչ մի տեղում։ Հիմա։ Ես էլ ձեզ նայեք մի րոպե։ Ես էլ նկարներ չի, որ ասեմ ֆոտոշոպա, էսի վիդեոները живой։ Ինչ են անում, չեն թողնում։ Էսա, Տրամպից սկսած יברכך השם בציון כל ימי חייך וראה בנים לבניך שלום על ישראל וראה בנים לבניך שלום על ישראל וראה בנים לבניך שלום על ישראל ובנים לבניך שלום על ישראל והבא עלינו 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 והבא עלינו ברכה ושלום והבא עלינו 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 והבא עלינו ברכה ושלום והבא ברכה ועלינו והבא עלינו שלום והבא ברכה ועלינו והבא עלינו שלום מארבע כנפות מארבע כנפות מארבע כנפות כל הארץ מארבע כנפות מארבע כנפות מארבע כנפות כל הארץ עמדת ימים אותו קראת זכר למעשה בראשית 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 והערנו בתורתך ותאבק ליבנו במצוותיך ויחל לבבינו לאהבה וליראה את שמך והערנו בתורתך ותאבק ליבנו במצוותיך ויחל Տեսակ ինչքան շունը շնգյալ կանի փրթե երգրներ են ղեկավարում, սաղ ուստինի պլաչի չոկած, որ մեղքերն են ուզում մեղայգալ, չգիտեմ, 2000 տարիա մարդ չդարձան։ Փորձեմ տեսնեմ հլը, կգտնեմ ես մնացածը, ես էլ Դավոսում գնում են հավաքվում են, մեր ճակատագիրն են լուծում։ Գիտեք, որ Դավոսում արդեն քննարկել են, որ օտը, ասու տված օտը, մեր վրեն պիտի փողով ծախեն։ Ես էլ հիմա ցույց տամ Դավոսի բացումը ոնց են սկսել։ Generals gathered in their masses, just like witches at black masses. Evil minds that plot destruction, sorcerers Նորից, gathered in their masses, just like witches at black masses. Evil minds that plot destruction, sorcerers, generals gathered in Սրանք բոլորը their masses. իմ ձեր պետությունների ղեկավարներին մեր ազգի, մեր երկրի, ամբողջ աշխարհի ժողովուրդների հարցեր լուծողն է, ժողովուրդ ջան։
Մագդան ընդամենը ասում է, սրանք բոլորը սատանիստ են, էմոցիաներին մի տրվեք, խղճի խայտ, չգիտեմ ինչ, սրանց բոլորին պետք է սատկացնենք։ Այո, մենք Աստծո զավակներն ենք և Աստծո զինվորներն ենք։ Նայեք։ Հենց որ Մագդան ոչ սուդ է տարածում, ոչ էլ իրան դրել է ամենախելքովի տեղ, Մագդան ընդամենը ինչ որ կա վերլուծում է, զեկուցում է ազգին, որ մենք Ուսուսի տված ելնենք մեզ տեր կայնենք, թուրքը ով է, ջհուդնով է, որ ասի Արմենի всю жизнь хвастали, что они непобедимы, оказалось, что мы, азербайджанцы, их победили, հələ տեսեք ինչ իրանց ռեկլամա են անում։ Нас никто не победил, ընդամենը Էրրատոյի ճվերնա բաց, Մեխրիբանի ճվերնա բաց, Նիկոլի Էդևնա բաց, ես ինչքան պիդաֆիլ ու պեդիկ ու չգիտես ինչ բոսպորնիկ կա, լծվել են սախ երկրների մեջ, մեզի դեմ են տալիս, ուրիշ ոչ մի բան չկա, Մագդան է ասում, ժողովուրդ ջան։ Հենց որ ինչ արել են, 10 անգամ ավել պիտի պատասխանենք, ուրիշ ձև չունենք, ու ոչ մեկը թող չկասկածի մեր հաղթանակի վրա, ես դրա մասին առանձին լայվ կանեմ, ժողովուրդ ջան, ոչ մեկից մի կասկածեք մեր հաղթանակի վրա, մեր Աստվածը ամենահզորն է, վերևն Աստված կա, մենք կհաղթենք, փորձեմ երբ որ այս վիդեոները բացվեն, տեսամ երևի, ես չգիտեմ, այսքան սինխրոնի նստել կոլներ էջիս վրա, նոր եմ նայել սա ժողովուրդ ջան, ու մի քանի անգամ եմ նայել, էսի լավ նշան է, որ լավ մրմրծնում ենք, իմիջայլոց արդեն հայտարարում են, որ Իրանը Պուտինի հետ видите ли խոսալուց հետո, հələ փորձեմ տեսնեմ էսի կբացվի, Պուտինի հետ խոսալուց հետո, ասել է եթե ինչ չխփեն, ես էլ չեմ խփի։ Այսինքն արդեն զադնի են խաղում։ Մի րոպե, հա, էսի բացում է։ Էսի բացեց։ Facebook-ի միջից է բացեց։ Иран испугался и уже готов на жест доброй воли, прямо как русские. Иран больше не будет нападать на соседние страны, если с их территории не будут наноситься прилеты. Это решение Временного совета руководства страны заявил президент Ирана Пезешкиан после того, как поговорил с Путиным. Начнем с того, что արդեն տեսան, որ իրանք ժողովուրդ ջան կարողանում են հարց լուծել, միջև մարդիկ տեղյակ չեն ինչա կատարվում։ Խապում էին ու անում էին։ Ձև էին թափում, որ աշխարհն իրար հետ կռիվ ունի, ժողովուրդները իրար հետ կռիվ ունեն։ Լցրել են սաղ մեդիա դաշտը իրանց անալիտիկներով, պոլիտիկներով, այդ պոլիտիկ քիչ եղավ, գեոպոլիտիկ դարձան, չգիտես ինչ, ժողովուրդին սաղ որ սուտը հաղորդելով ժժնել են սենց ու կարողացել են իրանցը ուզածը անեն։ Հիմա քանի որ մարդիկ արդեն տեղյակ են, չեն խապնվում, խաղը չեն կարողանում խաղալ։ Ստերի վրա բռնցնում ենք իրանց, էլ չեն կարող խաղը խաղալ։ Հասկացեք, ու ինչքան շատ մարդ տարածվի իմանա, մեր հաղթանակը ընդամենը ճշտի մեջն է, ժողովուրդ ջան։ Այսքան ժամանակ կես խոսք սուտ չենք խոսացել հայերովս։ Իրանց տոտալ ստի դեմ մենք ընդամենը մեր ճիշտն ենք։ Քացիներով իրանց քիթ ու մրտին տալով մեր ճիշտն ենք առաջ տանում։ Всё, այդքան բան ենք մենք արել։ Ճշտի մեջն է մեր հաղթանակը, ժողովուրդ ջան։ Ճիշտը տարածեք, աշխարհը հանենք սրանց դեմ, ամբողջ աշխարհով մեկ պիտի սատկցնենք, մենակ Հայաստանով չէ, ամբողջ աշխարհով մեկ։ Շնորհակալություն, գիշեր բարի ժողովուրդ ջան, բարի լույս չնայած։